Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, շրջափակման հարուցած խնդիրներից մեկն էլ այն է, որ վառելիք չունենալու պատճառով մենք չենք կարողանում տեղափոխվել նկարահանման վայր։ Մեր նկարահանող խումբը որոշել է չհանձնվել եւ օգտագործել բոլոր հնարավոր միջոցները աշխատանքն իրականացնելու համար։ Իրականում նկարահանող խմբի միայն մի մասն է այդպես որոշել, մյուս մասը զայրացած կանգնած է տեսախցիկի հակառակ կողմում։ Բարեգործությունը մարդկային նկարագրի մի մաս է և սերտորեն կապված է մարդու էության խորքային ընկալման և յուրաքանչյուր անհատի հոգեկան ու հոգևոր հասունության և կարողությունների հետ։ Մեր առաջին սյուժեն հենց բարեգործության մասին է։ Շարունակվող պաշարման ընթացքում էլ արցախցիները հարատևում են բարեգործական նախաձեռնությունների և միմյանց կարեկցելու ունակության շնորհիվ։ Արդեն մի քանի ամիս է Ստեփանակերտում մի խումբ կամավորներ սնունդ են հասցնում ծերերին, հաշմանդամներին և բազմազավակ ընտանիքներին, անտեսելով բազմաթիվ խոչընդոտներ։ Շարժումը սկսել է հենց Արցախի անվտանգության և զարգացման ճակատի կողմից։ Սկզբից մենք փուռերից ստանում էինք հաց և տեղափոխում խանութներին, որպեսզի հացերի հերթը ավելի թեթևանա, քանի որ ժամանակի ընթացքում ավելի է բարդացել իրավիճակը և սննդի հետ կապված լիք խնդիրներ են առաջացել։ Մեր նոր բացված ճաշարանը, որը գտնվում է Պարկ հոթելում, էլի ճակատի շնորհիվ մեզ տրամադրում են ուտելիքներ, որը մենք տանում ենք հաշմանդամ տարեցներին, բազմազավակ ընտանիքներին, ովքեր վիճակի չեն մոտենալ և ստանալ իրենց սնունդը։ Այս բայդուրությամբ ունենք մեծ կամավորական խումբ, երեխեքը իրար փոխելով գալիս են, հերթափոխություն են անում և ամեն օր նոր հասցեներ են ավելանում։ Կամավորների ընդհանուր թիվը հասնում է 120-ի, նրանց մեջ կան նաև շրջաններից անդամագրված պատանիներ, սակայն վառելիքի սղության պատճառով նրանք ոչ միշտ են կարողանում հասնել Ստեփանակերտ և միայն 50 հոգի են կարողանում ակտիվ մասնակցել սննդի մատակարարմանը։ Որպես տրանսպորտի այլընտրանք ծառայում են հեծանիվները և ոտքերը։ Քանի որ մեր կամավորական խմբի մեջ կան մասնակիցներ, ովքեր ապրում են ծայրամասային փողոցներում, նրանք բավականին երկար ժամանակ են տրամադրում հասնելու մինչև մեր գրասենյակ, այդտեղից ստանալով սնունդը և մատակարարելով ավելի մերձավոր և ավելի սահմանային տներ։ Որոշները բացակայում են իրենց դասընթացներից, որոշները ժամանակ չեն կարողանում տրամադրել իրենց ամառային արձակուրդները վայելելու համար, բայց ամեն օր մեզ ավելի շատ են կամավորականները միանում, ինչի համար մենք շատ շնորհակալ ենք։ Այս պահին ցանկացած աջակցություն մեզ համար շատ կարևոր է։ Կամավորների կազմում ընդգրկված են դեռահասներ և դպրոցականներ, ամենափոքր անդամը 12 տարեկան է։ Էլեկտրաէներգիայի պարբերական անջատումների պատճառով նրանք բոլորն էլ կենցաղային մի շարք դժվարություններ ևս հաղթահարում են։ Անհրաժեշտ է լինում ամենօրյա անելիքներն այնպես դասավորել, որ ժամանակ մնա ամեն օր քաղաքի մի ծայրից մյուսը հասնելու համար ևս։ Քանի որ արդեն փուռերը չէին աշխատում, այն փուռերը, որից մատակարարում ենք հացը, մենք հասկացանք, որ ավելի բարդանում է վիճակը և մեր տնօրենները և մեր կազմակերպչական պատասխանատուները միասին կազմակերպեցին ժողով, որից հետո մեզ էլ հրավիրեցին ժողովին և ասեցին, որ նմանատիպ պլան է մշակվել, որ կարողանանք օգտակար լինենք մեր ազգի համար։ Ճիշտ է, չգիտենք ինչքան ժամկետով է լինելու և մինչև հիմա նույնիսկ չգիտենք ինչքան կտևի այս ամենը, բայց պատրաստական ենք մինչև վերջ կանգնել մեր ազգի կողքին։ Շոգ եղանակին շուտով փոխարինելու են անձրևներն ու ձյունը, բայց կամավորներին դա չի կանգնեցնի։ Նրանց ոգեշնչում է այն, որ ամեն մի դուռ թակելով լսում են օրհնություններ և երախտիքի խոսքեր։ Յուրաքանչյուր տատիկի և պապիկի տուն մտնելուց մենք ավելի ուժեղ ենք դառնում, քանի որ տեսնում ենք, թե նրանք ինչքան լքված և անկարող էին իրենց զգում, բայց ամեն օր նրանց տուն գնալով նրանք զգում են, որ մենակ չեն, որ մենք պատրաստ ենք իրենց ցանկացած հարցում օգնել և թեև ու թիկունք լինել իրենց համար, և մենք ոչ միայն սննդի առաքման
գործն ենք անում որպես կամավորություն, եթե իրենց ինչ-որ օգնության կարիք է լինում, մենք միշտ պատրաստ ենք հասնել նրանց օրվա ցանկացած ժամին։ Շարունակում է ապրել Արցախը, երբեմն անտանելի թվացող իրավիճակում և ծայրահեղ ծանր պայմաններում։ Շարունակում է ապրել արցախցին, գոյատևելու համար գործի դնելով բոլոր հավանական և անհավանական թվացող հնարքները։ Շարունակում է գթասիրտ ու բարեհոգի գտնվել միմյանց հանդեպ, քանզի Սուրբ Գիրքն էլ ասում է՝ բարին գործելուց չթուլանաք, որովհետև հարմար ժամանակին պիտի հնձեք։